Ճշմարտություն համար 1. Հայաստանը չունի պետություն, որովհետև դադարել է մտածել որպես քաղաքակիրթ ինստիտուտ, որովհետև երկար տարիներ ապրել ենք առանց պետական մտքի։ Պետությունը աշխարհընկալման չափանիշ է։ Պետությունը ոչ թե զուտ տարածք է, այլ գաղափար։ Ու մենք տարիներով ունեցել ենք սահմաններ առանց գաղափարի։ Բոլոր իշխանությունները մեր մոտ երբեք չեն վերածվել պետականության։ Հայաստանում իշխանությունը միշտ եղել է զուտ աթոռների բաշխման մեխանիզմ ու ոչ թե ազգի ճակատագրի կառավարում։ Տարբեր հավաքածուներ, թայֆա, եկել են, իրենց հայտարարել են իբր քաղաքական թիմ, իշխանությունը զավթել են, իրանք դզվել են, դե ժողովուրդն էլ կամ արտագաղթ կամ ծայրահեղ աղքատություն, իսկ ազգը, որը ունի պետական միտք, դառնում է իր պատմության դիտորդը։ Նայում ենք Telegram, YouTube, լուրեր, Facebook, երբ ժողովուրդը չի գիտակցում ինքն իրան որպես պատմություն ստեղծող ուժ, տվյալ ժողովրդի իշխանությունը վերածվում է օտար կամքին ծառայող մարմնի։ Ու այդտեղ ժողովուրդը ընդհանրապես օգուտ չունի, չկա պետություն, ուժ չկա, արժանապատվություն չկա, ուղղություն չկա պետական մակարդակով։ Հենց դրա համար էլ ամեն մեկը, ամեն մի քոչվոր Ալիևա նման կարող է գա ու մեր վրա մատ թափտալով մեզ պայման թելադրի։